Ես չգիտեմ ինչի է ինձ ցավացնում, այն որ դու այդպես էլ չլսեցիր ու չհավատացիր ինձ այն դեպքում, որ ես դեռ մանկուց ամեն ինչ արել եմ, որ քո ու Արփիի համար լավ լինի։ Չնայած մեկ-մեկ ցավ եմ զգացել ու չեմ հասկացել ինչից է, որովհետև երբ որ լավ բան ես անում, պիտի որ լավ զգաս։ Հետո, երբ որ հասկացա, ավելի շատ մեղադրեցի ինձ ու ավելի մեծացավ մեղքս Արփիի հանդեպ։ Գրում եմ, ուղարկում եմ ու ամեն մտածում եմ, որ ավելի լավ կլինի չկարդաս։ Կներես չի ուզում քեզ խանգարել։ Ուղղակի եթե մի քիչ էլ մնար, թե հետ կսառեր։ Մարգար պապին ու Նազիկ տատին են։ Էս ինչ նամակներ են։ Էս են Նարենա ու մասին մտածում եմ։ Հա։ Չգիտեի, որ նամակագրական կապի մեջ եք եղել։ Ոչ մի կապի մեջ էլ չենք եղել, Սոնա։ Ինքը գրել է, ես էլ չեմ բացել։ Հետաքրքիր է։ Ինչը։ Դե այն, որ Նարեն քեզ գրել է։ Եթե խիստ անձնական չի կարամ, նայեմ։ Իմ ու Նարեի մեջ ինչ պիտի լինի խիստ անձնական։ Ինչ ուզում ես արա։ Այսինքն կարամ կարդամ։ Հա, Սոնա, ինչ ուզում ես արա։ Իսկ ինչի որոշեցիր հիմա նայես այս նամակները։ Միքոյի մասին ինչ-որ բան էր գրել, ես էլ որոշել եմ, որ նոր պիտի բացեմ։ Հիմա այդ նամակն է իմ անգալիս, բայց լավ, թող մնա հետո։ Չէ, ինչի, ես քեզ կօգնեմ։ Թե ետ։ Ես ինչ բանամ, մի լավ լուրջ չկարդացինք։ Տղա ես։ Զանգել ես Նարեին։ Չէ, չեմ զանգել։ Տանը չի։ Չէ, տանը չի, ատելյեում էր, գործում էր։ Ես կգնամ հետևից։ Բարև ձեզ։ Բալես, հաց դնեմ ուտես։ Չէ, մամ ջան, սոված չեմ։ Ավելի լավ է գնամ պարկեմ։ Բայց ամբողջ օրը ատելյեում ես եղել։ Սոված չես։ Չէ, պատվիրել եմ կերել եմ։ Մի տեսակ էր։ Ինչ ես հորինում։ Ինչ ես հորինում։ Նորմալ է։ Բան է եղել։ Չէ, ամեն ինչ նորմալ է։ Հաստատ։ Ամեն ինչ նորմալ է։ Նարեն։
Ես շատ լավ տեսնում եմ, որ ինչ որ մի բան կատարվում է։ Բայց հələ չեմ հասկանում ինչ։ Դու չպետք է անես ինչ որ մի բան, որը որ չես ուզում, պարտավոր չես։ Ես գիտեմ, որ իդեալական աղբեր չեմ քո համար, բայց ամեն դեպքում դու իմ քուրն ես, ու այդ ինչ որ մի բան նշանակում է։ Ու այս տնից դուրս չի կարա լինի ինչ որ մի բան, որը որ քո սրտով չի։ Ասելիքս այսքանն էր։ Եթե որոշես, որ բան ունես ինձ ասելու, որը որ ես կուզեմ լսեմ, այդ ժամանակ կխոսանք։ Սպասի մի րոպե։ Ասա, Կգաս նստես։ ասելիքը տասանար է։ Վրամ, խնդրում եմ։ Ընդամենը 2 րոպե նստի խոսենք։ Ես մամայի ու պապայի մոտ չուզեցի ասեմ, բայց այս քոնն է։ Այս ինչ է։ Սոնան էր եկել։ Թեման փականար է։ Վրամ, խնդրում եմ մի պահ սպասի։ Նարե, ասում եմ թեման փակ է։ Ես Սոնայի մասին ոչ մի բան չեմ ուզում լսեմ։ Վրամ, խնդրում եմ։ Ընդամենը մի րոպե։ Այս նամակները դու առաջին անգամ ես կարդում։ Հələ նոր ես մեկն եմ հասցրել կարդամ։ Ինչի՞։ Ինչ եղավ։ Միքոյի մասին նամակը գտա, ու ոչ միայն Միքոյի։ Բարև Հայկ։ Ես հազիվ եմ մեջս ուժ գտել, որ գրեմ քեզ։ Մինչև ուղարկեմ նամակը երևի վախից կմեռնեմ։ Գրում եմ ու հասկանում եմ, որ ամեն պահի բռնվելու վտանգ կա։ Հեշտ բան չի թշնամուն նամակ ուղարկելը, հատկապես, որ ես քեզ թշնամի չեմ համարել երբեք, բայց թշնամի ես։ Հայ, գիտեմ, որ հիմա ամենաշատը Միքոյի մասին ես մտածում, դրա համար էլ գրում եմ։ Չգիտեմ ճիշտ եմ անում, թե չէ։ Գյուղում խոսում են, որ Միքոն կռիվ է արել Ռուսաստանում։ Չգիտեմ ինչքանով է ճիշտ, բայց ասում են, որ այնքան էլ լավ շրջապատում չի։ Համ գրում եմ, համ էլ հասկանում, որ քեզ ավելի վատ վիճակի մեջ եմ գցում, բայց գիտեմ, որ կուզեիր իմանալ։ Տաս։ Այս վերջին նամակն ա որ ուղարկել ա։ Փաստորեն շուտվա դեպք չի Միքոյի կռիվը։ Վայ Միքո։ Որտեղից գտնեմ այդ տղուն արդեն չգիտեմ։ Հետաքրքիր է, որ Նարեն քեզ թշնամի չի կարողանում համարել։ Ու շատ ջերմ է քեզ գրում, բայց դու իր աղբորն ես սպանել։ Որովհետև ինքն էլ գիտի, որ ես ճիշտ եմ։ Ինչ, Սոնա։ Այդ մեկնը կտաս։ Հայկ, ուզում եմ հասկանալ, դու իրոք ոչ մի բան չես հասկացել։ Միքոյի մասին։ Չէ, Նարեի։ Ինչ պիտի հասկանամ։ Դե այն, որ Նարեն քեզ է սիրահարված։ Ու ավելին ասեմ, մինչև ականջների ծայրը։
Նարը ես քեզ խնդրել էի, չէ, որ Սոնայի մասին ոչ մի բառ չխոսաս, հետաքրքիր չի։ Վրամ, եթե քո համար մեկ լիներ, դու այն օրը չէիր գնա։ Այս Սոնան տվեց։ Խնդրեց, որ փոխանցեմ քեզ։ Ասաց, որ դու ավելի հեշտ կկարողանաս ազատվել այս իրերից, քան ինքը։ Սոնը շատ լուրջ է տրամադրված։ Հիմա ինքը ամեն կերպ փորձում է մոռանալ քեզ։ Բայց մենք երկուսս էլ հասկանում ենք, չէ՞, որ իրերը կարևորություն են ստանում մենակ այն ժամանակ, երբ որ քո համար թանկ մարդիկ են քեզ տվել։ Եթե ուրիշ բան չունես ասելու, գնամ։ Վրամ, իրերից կարես ազատվես, բայց դրանից հիշողությունները չեն ջնջվելու։ Հնարավոր է ես քո մտածած քուրը չեմ, բայց իմ սիրտը շատ ցավում է քո համար։ Ու ես պատրաստ եմ քեզ միշտ լսել։ Ես շատ լավ հասկանում եմ, որ դժվար է հրաժարվել սիրած մարդուց։ Հատկապես քո դեպքում։ Ես քեզ առաջին անգամ եմ սիրահարված տեսնում։ Ու ես հասկանում եմ, որ դու էլ Սոնայի նման տանջվում ես։ Շոր պիտի տամ մաման հարթուկի առավոտվա համար։ Լսի, մարդիկ երբեմն չեն խոսում, ոչ թե նրա համար, որ չեն ուզում, այլ նրա համար, որ մտածում են իրենց չեն լսի, չեն հասկանա։ Բայց ես քեզ նորից եմ ասում, ես միշտ պատրաստ եմ քեզ լսել ու հասկանալ քեզ։ Ես գնամ շապիկը թարթուկեմ։ Սոնա լավ մի հորինի էլի։ Ես ու Նարեն չենք էլ շփվել, որ մնաց սիրահարված լինի ինձ։ Հայկ դու չես հասկանում, թե ուղղակի ձևացնում ես։ Դու այդ աղջիկը աղբորն ես սպանել, բայց այդ աղջիկը քեզ չի կարողանում թշնամի ընդունել։ Այս տողերի մեջ այնքան ցավ կա։ Նարեն ասում է, որ քեզ ու Արփին այդքան օգնել է ու չի էլ հասկացել ինչի այդ ամենը իրեն ցավ պատճառել։ Դու հասկանում ես, որ ինքը այդքան շատ քեզ չեր գրի այն դեպքում, եթե դու իրան մի անգամ նույնիսկ չես պատասխանել։ Սոնա, դու շատ բան չգիտես։ Նարեին թվում է, որ ես ու Արփին իրան ենք մեղադրում կատարվածի մեջ, դրա համար ինձ այդքան գրել է ժամանակին։ Գիտես, եթե իմ համար ինչ-որ մեկը կարևոր չլինի, իր խոսքերն էլ էական տարբերություն չեն տա իմ մոտ։ Նշանակում է, որ Նարեի համար դու կարևոր ես։ Սոնա, լավ, դե արդեն չափազանցնում ես։ Ուզում ես ասել, ոչ մի տարօրինակ բան չես նկատել։ Ինչ պիտի նկատեի։ Չգիտեմ, տարօրինակ ջերմություն, անհանգստություն քո հանդեպ։ Դու օրինակ չես հիշում, որ ինչ որ բան ասի Նարեն, որի իմաստը դու չհասկանաս։
Չնայած դուք տղաները տենց հարցերում մի քիչ դժվար եք հասկանում։ Բայց ես որպես աղջիկ կասեմ, որ Նարեն քեզ է սիրահարված։ Ու այդ զգացմունքը իրան տանջում է։ Զարմանում եմ, որ հանդիպել եք, խոսել եք ու դու ոչ մի բան չես հասկացել։ Էնպես չի, որ ես նամակներից եմ ինչ-որ բան հասկացել։ Ես տեսել եմ այն ջերմությունը, թե ոնց է Նարեն քո մասին խոսում։ Լավ, ես երևի գնամ, թե չէ։ Մի քիչ էլ որ խոսեմ կարող է կռվեն։ Սակո ջան, Նարեիդ խոսեցիր։ Եթե նկատի ունես, որ քո ասածը ասել եմ, թե չէ, չեմ ասել։ Ինչքան հնարավոր է, պիտի հարսանիքը արագացնենք։ Իմ աչքի առաջ լալան կա, արփին։ Ու ես գիտեմ ինչ էր կարա լինի։ Դրա համար թույլ չեմ տա, որ ընտանիքիս հետ էլ ինչ-որ մի վատ բան կատարվի, որ ազդի ընտանիքիս վրա։ Սիրտս կանգնում է, որ մտածում եմ Նարեն կարար տենց բան աներ, որ կարար դրա կողմը նայեր։ Բայց կյանքի փորձը ինձ ասում է, որ անհնարին ոչինչ չկա, ավելի լավ է ես շտապեմ, քան ուշանամ։ Չեմ կարողանում երեխուս երեսին նայեմ, շատ ջղայնացած եմ, շատ։ Բարի գիշեր։ Բեր կոֆեն խմենք դուրս գանք։ Բարի լույս։ Տիկինանիկ։ Ուզում ես սուր տնեմ քեզ, նստի։ Պապ ջան, չէ, մամ դուրս եմ գալիս։ Արմոնա գալիս հետևիցդ։ Չէ, ինչի պիտի Արմոն գա իմ հետևից։ Ինչ ես զարմանում Նարե։ Արմոն համարյա ամուսին տա, զարմանալու բան կա այդտեղ։ Ես գնամ արդեն։ Ինձ թվաց, թե մի տեսակ է իր հետը։ Թվաց։ Ալո։ Վրամ ջան, ես արդեն օֆիսում եմ։ Բերը բարձած է, ուղարկեմ թե սպասեմ։ Չէ, ոչ մի բան մի արա։ Ես կգամ անձամբ կստուգեմ ու կուղարկեմ։ Անցած անգամվա ուղարկածի տակից մինչև հիմա դուրս չեն գալիս։ Արմոն էր։ Հա։ Վրամ։ Այտենց ճիշտ չի, որ
Այդ տոնով ես խոսում Արմոյի հետ։ Չհասկացա։ Արմուն համարյա մեր տան անդամն է։ Դրանից ոչ մի բան չի փոխվում, պապա։ Կփոխենք։ Ես չեմ ուզում, որ դու Արմոյի հետ այդ տոնով խոսես, հատկապես Նարեի ներկայությամբ։ Չի կարելի, տղա ջան, ճիշտ չի։ Մի մոռացի, որ Նարեի նշանածն է, ու Նարեի ներկայությամբ այդ տոնով խոսելը դա նվաստացնում է նշանածին էլ Նարեին էլ։ Հասկացանք։ Ապրես։ Խմի վեր կենանք։ Այնքան լավ բան արեցիր, որ այսօր ինձ ճանապարհեցիր։ Երեք եկել էիր, որ բան ասեիր, տենց էլ չասեցիր։ Արի մի քիչ նստենք, խոսենք ու կգուղին։ Իսկ դու իմ ասացի պահով մտածեցիր, դե Նարեի հետ կապված։ Սոն Նարեի հետ կապված ոչ մի բան չկա մտածելու։ Փոքր ժամանակ միշտ էլ օգնել է ինձ էլ Արփիին այլ ու ուրիշ ա եղել միշտ իր վերաբերմունքը մեր հանդեպ։ Ես էլ որ վերթում եմ եղել, պապի հենց մոտ միշտ եկել գնացել է։ Ու պետք չի ինչ-որ ուրիշ ենթադրություններ անել։ Հայկ, ես ենթադրություններ չեմ անում, ես ասում եմ այն ինչ որ կա։ Սոն լավ արի թեման փակենք, հա։ Հիմա աղջիկա մի քիչ նեղված ա եղել, մի բան էլ ավել ա գրել։ Լավ, եթե տենց ավելի թեթև կզգաս, ուրեմն կարանք թեման փակենք։ Ինչ էր եղել, ինչ պիտի խոսայիր։ Պապայի մասին է ուզում խոսենք։ Ոչ մեկիս համար գաղտնիք չի, որ մամա ինձ դեպքից հետո պապան մենակ վրեժի մտքով է ապրում։ Գիտեմ։ Այդ քայլից մենակ ես եմ պապային հետ պահել։ Մենակ իմ գոյությունն է պապային հետ պահել, որ ինքը վրեժ չլուծի, որովհետև մենակ եմ եղել։ Հայկ են տունը, որտեղ միշտ շատ մարդ ա եղել, միշտ խնջույքներ են եղել, աղմուկ ա եղել, ծիծաղ ա եղել, դատարկվեց։ Շատ արագ դատարկվեց, որովհետև պապան որոշեց պետք է հիվանդագին կերպով ինձ պաշտպանի, ամեն ինչից ու բոլորից։ Բայց հիմա ինչ դու դուրս ես եկել, շատ բան ա փոխվել։ Ինձ հիմա դու էլ ես հասկանում, որ պապան ամեն ինչ անում ա, որ մենք հաշտ լինենք, որ ես քեզնից չնեղանամ, որ միշտ իրար կողքի լինենք, որ մենակ չլինեմ։ Ինչ-որ կոնկրետ բան նկատել ես, թե մտածում ես ուղղակի։ Դե պապան էս վերջերս շատ երկար ան նստում մերոնց նկարների մոտ։ Հետո ինչ-որ հեռախոսազանգեր ա ստանում, որոնց շշուկով ա պատասխանում, ու եթե մոտենում եմ, անջատում ա։ Առաջ տանից դուրս չէր գալիս։ Իսկ հիմա շատ երկար ժամանակով ա դուրս գալիս ու իրենից լուրջ չի լինում։ Ինձ թվում է երկուսիս համար էլ շատ պարզ ա, որ ինչ-որ բան մտածում ա պապան։ Մեկ-մեկ գալիս ա, հետս խոսում ա, այն տպավորություն ա, որ խրատներ ա տալիս։ Ու մեկ-մեկ այդ խոսակցությունները հրաժեշտի են նմանվում։ Հայկ ես վախենում եմ։ Կխոսամ հետը, փորձեմ մտքինը հասկանամ։ Քեզ բան չի ասել, դու ոչ մի բան չես նկատել։ Չէ, տենց ինչ-որ ուղիղ ոչ մի բան չի ասել։ Բայց դու էլ ես չէ հասկանում, որ մի բան եղել է։ Ֆրանջան, սպասի, խնդրում եմ։ Ժամանակ չունեմ։ Սպասի, քեզ ուզում եմ բան ասեմ։ Տղես, ես չեմ հասկանում, դու ինձ չես խղճում։ Հա, ես հասկանում եմ, ես գիտակցել եմ իմ սխալը։ Ախր ոչ դեմքիս ես նայում, ոչ հետս մի բառ ես փոխանակում, ես ինչ անեմ, որ դու ինձ ներես։
Հերդ էլ երկու բառ հետս չի խոսում։ Այդ երկու բառն է որ խոսում է, նենց տոնով է ասում, որ ավելավը ոչ մի բան չասի։ Ես հասկացել եմ, ես գիտակցել եմ իմ սխալը, բայց ախր ես քո մայրն եմ։ Մորը ոչ մի հնարավորություն ներելու չկա։ Ես ինչ անեմ, Վռամ ջան։ Ուղղակի հասկացի, ես դա քո համար եմ արել։ Հա, ես գնացել եմ, գնալուց առաջ չեմ գիտակցել ինչ եմ անում։ Բայց ես ընդունում եմ, ես հասկացել եմ իմ սխալը։ Տղես, ո՞լ ես։ Ախր դու գիտես, որ դու իմ կյանքի իմաստն ես։ Քո այս անտարբերությունը ինձ համար մեռնելուն հավասար բան է։ Դու ախր շատ լավ գիտես։ Եթե իրոք Սոնայի համար էիր գնացել այդ տուն, ուրեմն հանգիստ եղի, Սոնան էլ չկա, ու չի էլ լինելու։ Այդ թեման փակ է, ու մյուս անգամ ինչ-որ բան անելուց առաջ երկու անգամ ավել մտածի նոր արա, որ ոչ դու սենց իրավիճակում հայտնվես, ոչ էլ ես։ Հայկ, որ պապայի հետ խոսես, խնդրում եմ, էլի հետս գուշը խոսես, լավ։ Հա, Սոն, հանգիստ եմ։ Հասան։ Քեզ մի հարց ունեմ։ Խոստանում եմ, էլ այդ թեման չեմ բացի։ Ես ուզում եմ հասկանամ Նարին ինչի է նշանվում։ Չհասկացա հարցը, Սոնա։ Դե, եթե Արմոին չի սիրում, ինչի է նշանվում։ Բայց քեզ ով ասում, որ չի սիրում։ Եթե նշանվում է, ուրեմն սիրում է։ Ու ընդհանրապես ինչի համար ենք մենք հիմա այդ թեմայով խոսում։ Կներես, լավ էլ այս թեման չեմ բացի։ Բարև ձեզ։ Բարև, Լիլիթ ջան։ Լիլիթս այսօր մի քիչ լուրջ է։ Լավ, ես գնամ։ Լիլին չի եղել։ Ոչ մի բան քնած էի մնացել, շտապել եմ։ Դե այդ նորություն չի, դու ուշանալու չեմպիոն ես։ Երևի մինչև ուշ գիշեր հեռախոսդ ես, հա, թերթել։ Երևի։ Երևի, այսքան հեշտ համաձայնվեցիր առանց կռիվ անելու։ Սոն տրամադրություն չունեմ, մի անգամ էլ թող ես չունենամ։ Լիլի, ես քեզ այսքան տարի ճանաչում եմ, այս վիճակում երբեք չեմ տեսել։ Գնամ փոխվեմ գամ։ Նորմալ է ամեն ինչ։ Չգիտեմ։ Նորից ստուգումներ ա սպասվում։ Բա ինչ ենք անելու։ Չգիտեմ։ Մի բան պիտի մտածենք։ Ես կգնամ։ Պայմանավորվել ենք արդեն, թղթերն էլ իմ անունով են։ Ինձ թվում է արդեն ժամանակն է ամեն ինչ իմ անունով անելու։ Տենց ավելի ճիշտ է, մեր գործերն են, ես կզբաղվեմ։ Ինչ տարբերություն։ Մեծ տարբերություն կա, որ ասում եմ։ Թող մնա մենց ոնց որ կա։ Ճիշտ է ասում Արմոն, ինչ տարբերություն։ Կարող անենց ստացվի, որ մի պահ դադարեցնենք մեր գործունեությունը, մինչև տեսնենք գլխներիս ինչ է գալիս։ Համենայն դեպս ոնց որոշեք ես ձեր հետ եմ։ Սկսել ես նեղվել, որ Արմոյի հետ այդքան էլ նուրբ չեմ խոսում։ Դրա համար էլ իրա մոտ չասեցի։ Այս սաղ կարևոր թղթերը պետք է հանենք Արմոյի անունից։ Ես կգնամ, ես էլ կներկայացնեմ։ Իմաստը։
Իմաստը այնա, որ ինչքան շատ կարևոր թղթեր թողենք Արմոյի անունով, այդքան ավելի է իր ազդեցությունը մեծանում մեր վրա։ Ինչ իմանաս հետո ինչա լինելու։ Ես չեմ ուզում կախված լինենք իրանից, պապ։ Ես վստահում եմ Արմոյին։ Թող մնանեց ոնց որ կա։ Աստված տա, որ վերջում չսխալվենք։ Ոնց կասես։ Եթե ինչ-որ բան գիտես, ասա, տղա ջան, կամ ինչ-որ բան ես լսել, ասա, մենք էլ իմանանք, թե չէ օդի մեջ բաներ ես խոսում։ Մենք միշտ վստահել ենք Արմոյին ու ոչ մի խնդիր չի եղել այդ լուրջ թեմաների մեջ։ Բան չգիտեմ։ Ուղղակի զգում եմ, որ պետք չի շարունակել։ Այդ երբ ֆանից ես դու զգացողությամբ առաջնորդվել, տղա ջան։ Ինչ է եղել, ես ինչի ջոյնացած գնաց։ Տեսել ես այսօր Նարեին։ Լույսը նոր է բացվել։ Գիտեմ Արմո։ Զանգել ես գոնե։ Չեմ հասցրել վռամ։ Ինչի։ Հեչ։ Հա, պապ, Նարե, ուր ես։ ատելիեում եմ, եկել եմ գործանեմ։ Գալիս եմ։ Հո բան չի եղել։ Ասի գալիս եմ։ Ես այսօր մինչև օրվա վերջ սպասելու եմ հասկանամ ինչն է այս տրամադրության պատճառը։ Բայց խոստանում եմ, որ տուն գնալուց ուղղակի ստիպելու եմ։ Էնպես որ լսում եմ։ Դու ինձ այսքան ժամանակա ճանաչում ես ու այնպես չի, որ կարամ քեզ ինչ-որ մի հարցում խաբեմ, բայց սենց բան իմ հետ առաջին անգամ է։ Ինչ։ Դե որ սենց ինձ կորցնեմ, չգիտեմ, երբեմն փողոցում քայլելուց ուղղակի լացում եմ։ Պատկերացնում ես, ես լացում եմ։ Ես պատկերացնում ես, ես չեմ։ Լիլ, բայց ինչի՞ց է։ Իբր չգիտես։ Քեզ թվում է, որ հումոր եմ անում, հումորով եմ ասում, ուրեմն լուրջ չի։ Սոն, սիրահարվել եմ։ Առաջին անգամ լուրջ սիրահարվել եմ։ Ու չգիտեմ, տեղս չեմ գտնում։ Առաջին հայացքից։ Հա, ու ուրիշը որ ասեր կարողա ծիծաղա իրա վրա, բայց չգիտեմ։ Գիտես, ասում էի, որ վռամն է ռոբոտ, բայց աղբերը դել նենց առանձնապես մսից ու արյունից չի։ Ոչ ժպիտն է ժպիտ, ոչ լավ խոսքն է խոսք։ Չես հասկանում, երբ է ուրախ, երբ է ջղայնացած։ Ինձ մեկ-մեկ թվում է, որ վռամից ավելի 1000 անգամ չոր է։ Չգիտեմ, երևի քո վրա այնքան ծիծաղեցի գլխիս եկավ, պատժվում եմ։ Լիլ, ես չէի պատկերացնում, որ ամեն ինչ այսքան լուրջ է։ Դե ես էլ չգիտեի։ Սենց որ մի երկու օր էլ լացեմ, կդառնամ լացկան աղջիկներից, որ միշտ միտեղ պահած արցունքներ են ունենում։ Դե ոնց դու էլի։ Լիլ։ Պապ։ Ոնց ես, պապ ջան։ Շատ ժամանակ չունեմ, երկու բառ խոսենք, գնամ։ Հա, նստի։
անտրեմադիր ես առավոտից։ Ճիշտ ես։ Մարդ չի կարա տրամադրություն ունենա, երբ որ ինչ-որ բան են չի։ Աշխատանքի տեղը, շրջապատում հնարավոր է, որ խնդիրներ լինեն։ Ու դա նորմալ է, այտենց է, դու պիտի այդ խնդիրները ամեն օր լուծելով առաջ գնաս։ Երբ որ մեջքդ ամուր է, երբ որ պինդ է մեջքդ, երբ որ ընտանիքումդ ամեն ինչ կարգին է։ Եթե այտենց չեղավ, նարե։ Իմացած լինես, որ դրսի խնդիրներն էլ դառնում են անլուծելի քեզ համար։ Ինչ-որ բան է եղել, պապ։ Չգիտեմ։ Բայց ես չեմ ուզում, որ ինչ-որ բան լինի, կամ ինչ-որ բան անես։ Եթե մարդ 10 տղա էլ ունենա, մեկը մարդու մեջքը կոտրողը աղջիկն է, որովհետև աղջիկը տան տղամարդու թույլ տեղն է, ու որ կոտրումա չեն արե, շատ դժվար է կամ գրեթե անհնար ոտքի կանգնելը։ Ես ուզում եմ, որ մեկ-մեկ մենք նստենք, սենց խոսենք, փորձենք իրար հասկանալ, եթե մինչև անգամ սխալել կա, այդ սխալի դեմն առնենք։ Պապ, եթե դու եկել հասել ես տեղ, այդ նշանակում է, որ քեզ արդեն ինչ-որ բան դուր չի գալիս։ Արը ինձ դուր չի գալիս, որ ես կասկածներ ունեմ։ Հիմա ես չեմ մանրանալու, չեմ ասելու քեզ բաներ, որի ապացույցը չունեմ։ Բայց հաստատ մի բան կասեմ քեզ։ Քո միակ ճիշտ որոշումը Արմոյի հետ նշանադրությունը եւ հետագայում նաեւ ամուսնությունն է։ Ու ես ուրախ եմ դրա համար։ Ու ես ձեր կողքին եմ։ Բայց Աստված չտա տեղաճանակ ընկալներ լինեն նարեն։